Սարգսյանին։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Բարև ձեզ։ Ուրախ եմ ձեզ իմ տաղավարում տեսնել, պարոն Սարգսյան, եւ բարի գալուստ այս տարի նորից։ Նմանապես սիրով ձեր անցած բոլոր տոները շնորհավոր լինի եւ եկող տարին էլ, հին նոր տարին էլ շնորհավոր։ Եվ անփորձանք լինի, շնորհակալ եմ։ Այդ անփորձանքը արդեն ճակերտների մեջ, ես տարին սկսեցի լավ լուրով, գլխավոր դատախազուհին բողոքել է Վճռաբեկ դատարան, որպեսզի ինձ նորից տանեն տնային կալանքի տակ։ Հանգիստ չի տալիս, փաստորեն ձեզ։ Այո։ Բայց արդեն ավելի, հա, Վերինատյանի դատարան է բողոքարկել, Վճռաբեկ դատարան, որտեղ վերաքննիչը մեկանել էր, եւ դատախազուհին հույս ունի, որ Վճռաբեկը նորից ձեզ Դե անցած անգամ հաջողվեց, հիմա քանի որ մեր երկրում ընդամենը մեկ Վճռաբեկ դատարան է, բացառք հայտարարել կլինի, բայց ով է քննելու հարցերի տակ է։ Պարոն Սարգսյան, ինչու են վախենում ձեզանից, որովհետև ինչպես դուք եւ ձեր փաստաբանը եւ ընդհանրապես ձեզ ճանաչող մարդիկ են պնդում, սարքած հորինած գործ է, իսկ մեզ համար արդեն զարմանալի չէ, որ բազմաթիվ 50-ից ավել, ինչպես նշում են, քաղբանտարկյալներ ունենք, որոնց դեմ սարքած կեղծ քրեական գործեր են հարուցվել եւ այդ գործերով անհիմն իդեպ պնդումներով մարդիկ այսօր կալանքի տակ են գտնվում, ոմանք տնային, ոմանք բանտերում են գտնվում, ոմանց էլ շարունակում են հետապնդել, ինչպես որ ձեզ